Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Լիլիթ Դալաքյանի հետ։ Կարող եք բաժանորդագրվել YouTube-ի Մալիքին եւ հավանել այս տեսանյութը։ Բարև ձեզ, Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Տիկին Դալաքյան, զրույցը սկսենք Մոսկվայից եւ Բաքվից գրեթե նույնաբովանդակ հնչող հայտարարությունների մասին, արտգործնախարարությունների մակարդակով մեզ դաշնակից համարվող Ռուսաստանը եւ մեզ թշնամական Ադրբեջանի արտգործնախարարությունները քննադատում են ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան, Բլինքեն, ֆոնդեր Լեյն հանդիպումը, նշում են, որ դա իրենց դեմ է, չնայած որ Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ դա Հայաստանի անվտանգային եւ տնտեսական հարցերին ուղղված երկկողմ բանակցություններ են, երրորդ կողմին չի վերաբերում։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս երկու հայտարարությունները։ Դե տարօրինակ չի ինձ թվում է, որ մեր թշնամին եւ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր միասին են գործում։ Մենք միշտ խոսում ենք ռուս-թուրքական դաշինքի գործունեության մասին եւ ժողովրդի համար արդեն հասկանալի է, փորձագետների համար միշտ էլ հասկանալի էր, որ այդ դաշինքն է գործել 2020 թվականին, լայն զանգվածների համար էլ արդեն հիմա է հասկանալի։ Մեր արտաքին գործերի նախարարությունը ասաց, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չի, բայց դե մենք կարող ենք այդպես անընդհատ ասել, Միլերն է պետքարտուղարության մամուլի խոսնակը, ասաց, որ սա ուղղված չէ երրորդ երկրների դեմ, բայց Ռուսաստանը շատ նյարդային է վերաբերում Հայաստանի եւ Արևմուտքի շփումներին, ինչը օրինակ նույնը չէ հենց Ադրբեջանի դեպքում, որ Ադրբեջանը շփվում է Արևմուտքի հետ կամ ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկեր Թուրքիայի հետ, օրինակ Ռուսաստանը դրանից չի նյարդային անում։ Երեք օրինակ Մարիա Զախարովան անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ուկրաինային վաճառվելիք զենքի մատակարարմանը նշեց, որ դա Ադրբեջանի գործն է, այնտեղ պայմանագրեր կան, բայց հույս հայտնեց, որ այդ զենքերը ռուս բնակիչների դեմ չեն կիրառվի, տարօրինակ է Ուկրաինան Ռուսաստանի դեմ է պատերազմ վայելում, դեմ պիտի կիրառվի։ Այսինքն սա այն դեպքն է, որ ես թվում է Հայաստանը թույլ է, իրենք փորձում են հոխորտալ Հայաստանի վրա, մեզ ասել որևէ մեկի հետ մի շփվեք, իրենք կարողանում են Թուրքիայի հետ շփվել, որը մեր թշնամին է, Ադրբեջանի հետ շփվել, որը մեր թշնամին է, մենք իրենց ոցից չեն կարող ասել, իրենք իրենց շահերն են հետապնդում, բայց երբ որ մենք ենք ցանկանում հետապնդել մեր շահերը, իրենք այսպես նյարդային են արձագանքում, ինձ թվում է զարմանալ պետք չէ, հենց Մարիա Զախարովան մեդալ ստացավ, չէ, Ադրբեջանից, ուղղակի պետք է հասկանալ, որ իրենք ռազմավարական դաշնակից են, թղթի վրա են միայն մեր դաշնակիցը եւ ուշադրություն չդարձել գնալ դեպի առաջ, փորձել մեր երկիրը փրկել այդ ռուսական ճիրաններից։ Ինչ եք կարծում, Բաքուն եւ Մոսկվան կբավարարվեն միայն հայտարարություններով, թե գործընթացներ էլ սպասենք եւ ինչպիսի գործընթացներ։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կցանկանար Ադրբեջանին օգտագործել որպես բութ գործիք Հայաստանի դեմ ռազմական գործողություններ հրահրելու համար, սակայն Արևմուտքի կողմից ես ինչպես հասկանում եմ, զգուշացվել է Ադրբեջանին, որ այդպիսի սադրանքների չդիմի։ Հետաքրքիր է, որ Թուրքիայի բերանով է շատ ներողություն զգուշացվել, որովհետև Թուրքիայի վրա Արևմուտքը հստակ լծակներ ունի, Ռուսաստանի վրա չունի։ Եվ Ալիևն էլ նա խորաման քաղաքական գործիչ է, սպասում է տեսնի Միացյալ Նահանգներում ինչ իրավիճակ կլինի, ով կգա իշխանության, սպասում է տեսնի Ուկրաինայում ինչ իրավիճակ կլինի Ռուսաստանի հետ կապված, մանավանդ այս ահաբեկչական գործողություններից հետո, եւ այդ կլիմայական համաժողովն էլ պետք է Բաքվում անցկացվի, եւ նա չի դիմի իմ կարծիքով որևէ լայնածավալ գործողության, կարող է ինչ-որ լոկալ սադրանքներ լինեն, բայց եթե կարողանա Ռուսաստանը Ադրբեջանին օգտագործել ռազմական առումով, վաղուց արդեն օգտագործած կլիներ։ Նրանց մնում է այստեղ դիստաբիլիզացնել իրավիճակը ներքին փշտեցություններով, դա Ռուսաստանի ձեռքին մեծ գործիք է։ Ես միշտ մեղադրում եմ իշխանություններին, որ լյուստրացիա վետինգ չեն արել եւ այսօր մեր թշնամին ավելի շատ ներքին ագիտացիա է իրականացնում, որը ԱԱԾ-ի եւ վարչապետի լիազորությունների մեջ է մտնում։ Մասնավորապես ինչ կարող է լինել, հա, ներքաղաքական առումով, ներպետական առումով եւ որքանով է արդյոք վտանգված բրյուսելյան եռակողմ հանդիպումը այդ ենթադրյալ գործընթացներից բխելով։ Գուցե Բրյուսելյան հանդիպումից առաջ չլինեն էլի գործընթացներ, բայց կարծեմ օրինակ Նորքում այդ
ավազակային հարցակում ասեմ, դե այդ հակաօրինական գործունեությունը Ռուսաստանի շահերից էր բխում։ Ես չգիտեմ Ռուսաստանը այդտեղ ինչ դեր ուներ, կարող է օգտագործել այդ հայրենասեր անձանց, բայց մի բան փաստ է, որ ռուսական մամուլը շատ ոգևորված էր արձագանքում, այնտեղ ճոխացնում էին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, նրանք հայրենասերներ են։ Այսինքն, այսպիսի գործողությունները մեր խորհրդանական ընդդիմությունը միշտ Սեյրան Օհանյանը այն օրը ասաց, որ մենք գնալու ենք պայքարենք ոսկեպարի համար, դե թող մեզ ասեն մի գնացեք։ Այսինքն կարող են հայրենասեր Երևանով ինչ որ հակաօրինական բաներ անել սահմանին, Ադրբեջանն ասի, տեսեք, իրենք եկան կրակեցին, մենք պետք է պատասխանենք։ Այսինքն այս կերպ կարող են անել դա չի կարող խանգարել ապրիլի 5-ի հանդիպմանը, որովհետև հանդիպումը տնտեսական հարցերով է, մեր արտաքին գործերի նախարարությունը ասաց հումանիտար հարցերով, էներգետիկ, այսինքն դա ռազմական եւ Ադրբեջանի հետ շեշտվեց, կապ չունի, բայց որ Ռուսաստանը ամեն ինչի ընդունակ է, տնտեսական ճնշումներ կարող է կիրառել Լարսի հետ կապված, Ռուսաստանը պատային իրավիճակում միշտ էլ այդպես է գործում եւ ոչինչից պետք չի զարմանալ։ Բայց այնուհանդերձ մենք ինչ ակնկալենք այդ հանդիպումից, մինչ այս եղել են միայն կծկտուր տեղեկություններ, օրինակ Ազգային ժողովի նախագահը չի բացառել, որ Բրյուսելում այդ հանդիպմանը հայտարարվի նաև եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին տրվող օգնության մասին։ Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսում 3 սպասվող որոշումների մասին հայտնեց, մեկը սա էր, մյուսը հայկական ապրանքների ԵՄ շուկաներ մուտքի արտոնյալ պայմանների տրամադրումը եւ վիզաների ազատականացման շուրջ բանակցության մեկնարկը։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք։ Անվտանգությունը լինում է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական։ Հայաստանին այսօր պետք է հենց տնտեսական անվտանգություն Ռուսաստանից, որովհետև այո, մեր 30 տարվա սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանը շատ դուրս կախվածություն ունի Ռուսաստանից, նաև տնտեսական ոլորտում վերին Լարսը մեր արտահանողները ռուսական շուկայի վրա են հիմնականում սևեռված եւ այս տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարել Ամրեն Գրիգորյանը նշեց օրինակ արաբական երկրների ուղղությամբ որ ապրանքաշրջանառությունը մեծացել է Եվրամիությունը կարող է ինչպես Մոլդովային փրկեց ես այսօր նշեցի նույնպես համաժողովի ընթացքում փրկողակ մեկնեց Մոլդովային ռուսական շուկայից դուրս գալու համար այդ գինիների հիշում եք սահմանափակումների վերաբերյալ մենք էլ կարող է մեր ստանդարտները դեռ լիիրավ չեն համապատասխանում Եվրամիության ստանդարտներին, բայց մի փոքր ներողամիտ գտնվեն եւ մեր տնտեսվարողները որպես այլընտրանքային ուղղություն նաեւ Եվրամիությունը դիտարկեն Հնդկաստանը, Իրանը, արաբական երկրները, Միացյալ Նահանգները շուկան մեծ է, ուղղակի բանակցություններ պետք է վայել։ Ես միշտ ասում եմ, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ է խոսում Փաքսենյակում եւ իրեն ինչ են ասում։ Նա պետք է նշի, թե Հայաստանը ինչ խնդիրներ ունի, ինչ կախվածություն ունի Ռուսաստանից եւ փորձի հասկանալ Եվրոպան մեզ ինչով կարող է օգնել։ Անկեղծ զրույց պիտի լինի եւ իհարկե երաշխիքները ոչ թե ուղղակի խոսքեր լինեն, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում եղավ, ասեն թույլ չենք տա բնակչության վրա հարձակվեն։ Ես միշտ օբյեկտիվ եմ խոսում, մենք ոչ արևմտամետ ենք, որ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք։ Պետք է իմանալ արդյոք երաշխիքներ կան։ Արդյոք եթե այնտեղ Տրամպը ընտրվի հանկարծակի այդ երաշխիքները կշարունակեն գործել Միացյալ Նահանգներում, թե ամեն ինչ զրոյից պետք է սկսել։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը պետք է խոսի եւ հասկանա, որ իր որոշումից կախված է Հայաստանի ապագան։ Իսկ Եվրոպան մեզ շատ կարող է օգնել։ Դուք ասեք Peace Facility այդ ծրագրի շրջանակում կարող են զենքի վաճառքով մեզ օգնել, եթե ոչ գոնե գումարային առումով եւ մենք զենք կարող ենք գնել։ Ֆրանսիան առանձին Եվրամիության անդամները արդեն մեզ օգնում են Հունաստանը, դա Թուրքիայի հետ իրենց հակադրության մեջ էլ պետք է նայել, Ռուսաստանի հետ էլ այսօր Ֆրանսիան աֆրիկյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ մրցելու փոխարեն արդեն Մոլդովայում եւ հարավային Կովկասում էլ է այդ մրցակցությունը իրականացնում։ Այսինքն մեզ շատ կարող են օգնել, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ բանակցություն, ճիշտ բանակցող եւ անկեղծ երկխոսություն։ Տիկին Դալաքյան, ինչ եք կարծում, հայ հասարակությունը ձգտում է իսկապես եվրոպական ընտանիքի մաս դառնալ, թե ոչ մենք ունենք դաշտում, փորձագետներ, բանախոսներ, վերլուծաբաններ, որոնք երկու մասի են բաժանված, ասում են այո, պետք է գնալ արևմուտք, դա մեր փրկությունն է, ունենք կողմ, որ ասում է ոչ, չպետք է գնանք, որովհետև մենք այդպիսով ճիշտ է Ռուսաստանին մեզ չենք դարձնում բարեկամ, բայց ունենում ենք թշնամի Ռուսաստան։ Ինչ եք կարծում, այս գաղափարը հայ հանրությունը աջակցում է, թե ոչ։
Նախ իր արժեքային համակարգով հայ ժողովուրդը Հայաստանը եվրոպական արժեքների է դավանում։ Ինքը Ռուսաստանը միշտ ասում է, չէ, դեմոկրատիա է մեր մոտ իհարկե հեքիաթը, բայց դե, այսինքն իրենք չեն ասում ենք ասիական, միապետական արժեքներ ենք դավանում։ Իրենք էլ ՆԱՏՕ-ի հետ ունեին համագործակցություն, Եվրամիության հետ ունեին։ Ռուսաստանը ինքն էլ է ձգտել դրան, հետո իշխանությունը այնպիսի քայլեր արել, որ այսօր ավելի ասիական մոդելին են միապետական ձգտում։ Հայ ժողովուրդը միշտ էլ այդ ընտանիքի անդամ է եղել։ Ես ոչ մի ժողովրդի չեմ ուզում վիրավորել, բայց ՀԱՊԿ անդամները, նրանք ժողովրդավարական առումով մեզ հետ որևէ կապ չունեն։ Ադրբեջանի բարեկամներն են, այնտեղ մեզ նույնիսկ հավանել չեն, էլի, անդադ չեն էլ պաշտպանում։ Այսինքն դա մեր կառույցները չի, ոչ ԵՏՄ-ն, ոչ ՀԱՊԿ-ն։ Նրանք Հայաստանի թշնամին Ադրբեջանի զենք են վաճառում, անընդհատ հակահայկական հայտարարություններ են անում, ՀԱՊԿ-ն էլ մեզ չօգնեց։ Դուք կասեք, ո՞րն է այլ ընտրանքը, ես չեմ հասկանում այն ուժերը, որոնք ասում են, որ պետք չի արևմուտքի հետ խորացնել հարաբերությունները, ինչ են առաջարկում։ Պետք չի Ռուսաստանի սարքել թշնամի։ Ռուսաստանը արդեն թշնամի է։ Ռուսաստանը այնպես արեց, որ մենք կորցրեցինք Ղարաբաղը, ակնհայտ է, որ իրենց այդ Դուգինը, չէ, խոստովանեց, որ Ռուսաստանի շնորհքով եղավ այդ ամեն ինչը, չէ, իրենց այդ հարցազրույցներում։ Իսկ նա գիտեք ինչ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանում։ Ռուսաստանը դա արեց։ Հիմա Զանգեզուրի այդ հատվածը ուզում է վերահսկել, դա արդեն միջանցք է։ Պարզը այս Տավուշի գյուղերի հետ կապած Ադրբեջանը իր մեջքին ունի Ռուսաստանի աջակցությունը, չէ՞։ Էլ ինչ պիտի անի, լավ, որ մենք որոշենք հեռանալ։ Իսկ այլընտրանքը ո՞րն է՝ մնալ եւ ոչնչանալ, այս 29.8-ն էլ պետք է ծվատել։ Մեր հողերը քեմալականների հետ բաժանեցին, պրծան, Ղարաբաղը տվեցին, Նախիջևանը տվեցին, հիմա ինչ պիտի անենք, ասենք լավ, եկեք մեզ ոչնչացրեք, ես այլընտրակ ուղղակի չեմ տեսնում։ Ուրիշ բան է, որ պետք է հասկանալ արևմուտքը մեզ հանկարծ չօգտագործի իր շահերի համար, այսինքն դու քո շահերը պիտի առաջ տարես, արևմուտքը իր շահերը, գտնեք որն է այդ հիմնական գիծը, որ համապատասխանում են ձեր շահերը, գնաք առաջ։ Ոչ մեկ էլ Հայաստանին չի սիրում ուղղակի որտեղ հայ ժողովուրդը շատ լավն է, նրանք շահերի համար են մեզ օգնում։ Իսկ այս պահին իրենց շահերը մեզ հետ համընկնում են, դա Ռուսաստանի հարավային Կովկասից դուրս մղելն է։ Դրա համար են իրենք մեզ օգնում։ Օրը կգա Ռուսաստանի հետ կր համընկնել մեր շահերը, ով է ասել, որ մենք չենք շփվելու Ռուսաստանի հետ, բայց այնտեղ այսօր այնպեսի ռեժիմ է, որ պրո-թուրքական, պրո-ադրբեջանական քաղաքականություն է։ Մենք ինչ անենք, նստենք սպասենք, ասենք եկեք մեր վրա հարձակվեք։ Երևանում տեղի ունեցավ ժողովրդավարական, հասարակական, քաղաքական ուժերի համաժողովը, որից հետո հայտարարություն տարածվեց նպատակը Հայաստանի Եվրամիության անդամության թեկնածու դառնալու գաղափարին աջակցելն է եւ այդ հայտարարությունում նշվում էր, որ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, ինչպես նաեւ սկսել գործընթաց ԵՄ անդամի թեկնածու դառնալու համար։ Ինչ եք կարծում, իշխանությունները քաղաքասարակության ընդդիմադիր այսպես արևմտամետ հայացքներ ունեցող ուժերի այս հորդորին կոչին հետևողական կլինեն, թե ոչ։ Գիտեք, իշխանությունը միշտ պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն։ Այսինքն մենք կարող ենք մեր տեսակետները ասել, բայց իրավիճակը ինչպիսին է միջազգային ասպարեզում, արդյոք Եվրամիությունը պատրաստ է մեզ ընդունել, արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել մեզ հետ հարաբերությունները, դա գիտեն իշխանությունները, էլի եմ ասում, իրենք են բանակցում։ Ես մենք չգիտենք, կարող է ՆԱՏՕ-ն իրենց ասում է, ոչ, մենք չենք պատրաստում ձեզ օգնել։ Այդ ժամանակ այս կոչը որևէ արձագանք չի կարող ունենալ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նաև քաղաքասարության հետ հանդիպումների ժամանակ գուցե դա փակ հանդիպումներ է, պետք է ներկայացնի, թե ինչ են իրեն ասում արևմուտքում։ Մենք չենք ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս գալ ԵՏՄ-ից, մնալ օդում եւ Ռուսաստանը հարձակվի մեր վրա, լարսը փակի, գազի գինը բարձրացնի, ամբողջը իրեն ձեռքում է, չէ՞։ Մենք պետք է ունենանք անվտանգության բարձիկներ եւ էներգետիկ ոլորտում, եւ ռազմական ոլորտում, եւ միանշանակ դուրս գանք։ Եթե այն երաշխիքները կան եւ իշխանությունը դա չի անում, դա արդեն ներողություն դավաճանություն է հայ ժողովրդի հանդեպ։ Մի գիշերում չգնա նորից ստորագրեն ԵՏՄ անդամ դառնալ, էլի, եթե հնարավորություն կա Եվրոպայի հետ մոտենալ։ Իսկ եթե այդպիսի հնարավորություն չկա, իշխանությունները պետք է անկեղծ մեր հասարակությանը ասեն, որ Եվրամիությունը չի առաջարկում մեզ ոչինչ, ինչը ես չեմ կարծում այդպես չէ, թե չէ ապրիլի 5-ի հանդիպում տեղի չի ունենա։ Այսինքն պետք է անկեղծ երկխոսություն լինի իշխանության եւ քաղաքասարակության ժողովրդի միջեւ։ Փաշինյանը ինչ էր ասում, չէ, ասում է ես միշտ գալու եմ ձեզ այն 18 թվականին կարևոր որոշումները հանրաքվեով ենք ընդունելու, միասին ենք ընդունելու։ Պետք չի գնա թաքուն բաներ ստորագրել եւ գա ժողովրդի վզին դա փաթաթել, ասելով թե ես ստացել եմ մանդատ։
Հասկացանք, ստացել եք մանդատ, բայց հիմա ճակատագրական որոշումների ժամանակն է։ Պետք է անկեղծ ժողովրդի հետ նստել զրուցել եւ մեր ժողովրդը քոյ տեսակետը արտահայտի։ Ես իմ տեսակետն եմ արտահայտում, բայց մեծամասնությունն էլ տեսնում եմ, որ Ռուսաստանին չի վստահում որպես գործընկեր, հարցումներ են եղել։ Իշխանությունը պետք է սպասարկի այն օրակարգը, որը ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է։ Դա Հայաստանը փրկելն է ռուսական ճանկերից։ Այդ ուղղությամբ իրենք պետք է աշխատեն։ Տիկին Դալակյան, անդրադառնանք մեր քաղաքական հարցերի, չնայած հապկին դեռ կվերադառնանք։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Մեջբերեմ, ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդում է ֆրանսիական Ֆիգարոին տված Սամվել Շարամանյանի հարցազրույցին, որն ասել էր, որ Երևանում կա Արցախի վետարանդի կառավարություն, ուր կան Արցախի նախագահական, դատական եւ օրենսդիր մարմինների գրասենյակներ։ Ման հրամանագիրը ստորագրած եւ հետո հայտարարում է, որ դա փրկության միակ ձևն էր։ Սամվել Շարամանյանի այս պնդումը դուք ինչպես եք մեկնաբանում։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում կա մեկ կառավարություն, այո, Հայաստանում կա մեկ կառավարություն, բայց պետք չի մոռանալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Ես միշտ դեմ եմ եղել փակելուն այդ հարցը։ Ես ասում եմ, եթե փակում ես Լեռնային Ղարաբաղի հարցը, ստանում ես Զանգեզուրի հարցը։ Ադրբեջանին պետք է ներկայացնել պահանջներ, այսինքն եթե դու անդադ հետ ես նահանջում եւ չունես պահանջ, միջազգային հանրությունը քո պահանջների հաշվին է բավարարում դիմացինը, դա դիվանագիտության մեջ քայլ է։ Այսինքն այդ հարցը պետք չէր փակել, մանավանդ որ Արևմուտքը ինքը չի փակում։ Դուք տեսնում եք, անդադ բանաձևեր են ընդունում, լսումներ են լինում Միացյալ Նահանգների կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Դուք ինչի եք այդ հարցը փակում։ Այլ բան է, որ կան ուժեր այստեղ, որոնք փորձում են շահարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը 30 տարի Հայաստանի քաղաքական կյանքում դա միշտ շահարկման խնդիր է եղել, հիշում եք։ Պալատական այդ հեղաշրջման նպատակն էլ էր, չէ՞, Լեռնային Ղարաբաղի հարցը շահարկելը։ Բայց այդպիսի ուժերը նրանք ընդհանրապես ցանկանում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանել, այլ այդ հարցը օգտագործելով իրականացնել իշխանափոխություն։ Փաշինյանը ինչ ասաց, իհարկե անուն չտվեց, ասաց, որ մի երկիր կար, որը ցանկանում էր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս գա այդտեղից, որ գան այստեղ հակակառավարական ցույցեր անեն։ Պարզը դա Ռուսաստանի մասին էր։ Այսինքն Ռուսաստանը դեռ չի հրաժարվել այդ մտքից եւ փորձում է այսպիսի հարցազրույցներ, ես չեմ վստահում Սամվել Շահրամանյանին, ես չեմ վստահում նրան, որ նա իրոք պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը, որովհետև ես տեսա, որ Արայիկ Հարությունյանին փոխարինելուց հետո ինչ ասեց Արտուր Վանեցյանը, ասեց նա մեր տղան է, չէ՞, նա մեր թեկնածուն է։ Ես չեմ կարող վստահել Արտուր Վանեցյանի կամ Սերժ Սարգսյանի թեկնածուին։ Միանշանակ պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունենա իր ներկայացուցիչները, միջազգային հանրության հետ քննարկեն, կարող է վտարանդի կառավարություն լինի, ասենք Ֆրանսիայում կամ որևէ այլ երկրում։ Իսկ եթե միջազգային գործընկերներն ասում են դեռ այդ հարցը մի բացեք, հետագայում դա անպայման պետք է օրակարգում լինի, բայց Սամվել Շահրամանյանը եւ այնտեղի ազգային ժողովի անդամները իրենք վստահություն չեն ներշնչում։ Ինքը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նրանց չի վստահում, հակառակ պարագայում այստեղ ցույցեր կանեին, օրինակ կպահանջեին ազատ արձակել Բաքվի ղեկավարներին։ Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ամեն շատ լավ Արցախի հասկանում է եւ չի ղեկավարներին։ ցանկանում դառնալ Այո, եւ Արցախի ղեկավարներին եւ ժողովուրդը ամեն ինչ պարզ հասկանում է եւ փառք ու պատիվ նրանք չցանկացան դառնալ գործիք Ռուսաստանի ձեռքում, որովհետեւ Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ իրենք լքեն իրենց տները, գան այստեղ եւ ագիտացիա անեն Ռուսաստանի համար, ռուս խաղաղապահների համար։ Բայց այսօր նրանք չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ, Մարիա Զախարովայի նույնիսկ խնդրանքներից հետո, թե եկեք մենք ձեր անվտանգությունը կպաշտպանենք։ Այսինքն այս կեղտոտ խաղը, որը նպատակ ուներ օգտագործել Ղարաբաղի ժողովրդի ծանր վիճակը չիրականացավ եւ այս հարցազրույցներով չեմ կարծում նրանք կարող են որևէ իրավիճակ փոխել։ Ուրիշ հարց է, որ խոսում են, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարներին, որ հարցազրույցներ են պատրաստվում տալ, ես չգիտեմ, դեռ չի եղել, իբրև թե Հայաստանի դեմ չեմ հավատում, բայց տեսնենք Ռուսաստանը էլ ինչի կդիմի, էլ ինչի ընդունակ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը իր գեոպոլիտիկ նպատակներով շահարկելու հարցում։
Այսինքն այն անոնսը, որը հրապարակեց AS TV-ն ադրբեջանական այն իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը, թե իբր հարցազրույցներ է հրապարակելու, դա դուք կարծում եք Ռուսաստանի այսպես ցուցումով էր եւ շեշտադրված էր, որ պետք է Հայաստանի դեմ մտքեր հնչեն։ Ես կասկածում եմ, չեմ ուզում այդպես միանշանակ ասել, թե ինչպես են Արցախի ղեկավարները հայտնվել այնտեղ։ Սաղ էլ Բաբան օրինակ խոսեց դրա մասին, ես այնտեղ չեմ եղել, ես քաղաքագետ եմ, կարող եմ ընդհանրապես իմ կարծիքը հայտնել, որ իրենց հենց Իվանյանից են տարել, այսինքն ռուսներն են իրենց հանձնել Ադրբեջանին, չէ, իրենք հաստատ ինձ թվում է գիտեին, որ կարող է այդպիսի սցենար լինել, չեմ կարող ասել, ես ոչ մեկին չեմ ուզում ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել ոչ մեկի ասեին, բայց այն, որ Ալիևը նրանց հենց այնպես չի տարել Ադրբեջան, ես դրանով վստահ եմ, եւ Պուտինի այս լռությունը նրանց հետ կապված էլի ինձ համար կասկածելի է։ Թվում էր, թե Ռուսաստանը պետք է պահանջի, որ նրանց ազատ արձակեն, չէ՞, նրանք աշխարհի ամենառուսամետ գործիչներն են երևի, բայց Ռուսաստանը որևէ ձայն չի հանում, հակառակը Պուտինը մի շատ տգեղ արտահայտություն արեց, ասեց հուսով եմ Ադրբեջանի ղեկավարը սնիսխադիտիվնի հայերեն դուք կասեք ավելի ներողամիտ կգտնվի նրանց հանդեպ, այսինքն դա ինչ է նշանակում, այսինքն իրենք terroristներ են, որ դի ներողամիտ գտնվի։ Ռուսաստանի արձագանքը թույլ է տալիս ինձ կասկածներ ունենալ, որ Ադրբեջանը այդ մեր ղեկավարների հետ կապված ունի որոշակի պլաններ, առաջիկայում կտեսնենք, ես չեմ ուզում գնա առաջ վազել իրադարձություններից։ Եվ Նիկոլ Փաշինյանը շարունակելով այս թեման նշեմ հա հայտարարեց կառավարության նիստի ժամանակ, որ անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն, որպեսզի նաև արտաքին ուժերի որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքները կանխվեն։ Ըստ ձեզ ինչ քայլեր պետք է ձեռնարկվի եւ ինչ սպառնալիքներ կան։ Դե արտաքին ուժեր Թուրքիայից ես սպառնալիք չեմ տեսնում, որովհետև Թուրքիայի միշտ ՆԱՏՕ-ն զսպում է Ղարաբաղյան առաջի հակամարտության ժամանակ էլ Թուրքիան իրեն շատ կոռեկտ էր պահում, իհարկե խոսքերով աջակցում էին Ադրբեջանին, բայց չէին միջամտում, հիշում եք, դա Միացյալ Նահանգների շնորհիվ էր, այնտեղից զանգ էր եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը դրա մասին կարող է հարցազրույց տալ, խոսում էլ էին Ժիրայր Լիպարիտյանը։ Երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիան շատ ակտիվ էր, որովհետև Միացյալ Նահանգներում Տրամպն էր իշխանության եւ իզոլացիոն քաղաքականություն էր վարում։ Եթե Բայդենը լիներ, հաստատ այդպես Թուրքիան չէր դրսևորի։ Հիմա Թուրքիային կարողացել են մի փոքր զսպել այս ժամանակահատվածում։ Արտաքին սպառնալիք կարող է լինել Ադրբեջանից, որը կարող է սատել միմիայն Ռուսաստանը։ Ադրբեջանը ինքնուրույն երբևիցե Հայաստանի դեմ չի պայքարի։ Նա գիտի, որ միայնակ Հայաստանի դեմ դուրս գալով երբեք չի հաղթի։ Նա պետք է իր մետքին ունենա Ռուսաստանը։ Արտաքին մյուս սպառնալիքը ես արդեն նշեցի, Ռուսաստանի կողմից ներքին ցնցումներ հրահրելն է, տնտեսական շանտաժ իրականացնելը։ Չեմ կարծում, որ գազի գինը կբարձրացնեն կամ Լարսը կփակեն, որովհետև դա առիթ կտա Հայաստանին ԵՏՄ-ից դուրս գալ, նրանք այդ խաղաղթուղթը չեն տա Փաշինյանին։ Մնում է միայն այսպիսի ինչ-որ ահաբեկչական գործողություններ, կեղծ հայրենասիական լոզունգներով փորձեն Հայաստանում դիստաբիլիզացնել իրավիճակը։ Հետո իրենք իրենց ագենտներին ունեն, չէ՞, այստեղ ԱԱԾ-ն ասենք Արմեն Գրիգորյանին հակադարձում է, երբ որ Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղարը բան է ասում։ ՊՆ-ում ունեն Արշակ Կարապետյանին դրա համար են այնտեղ տարել։ Այսինքն մեծ գործակալական ցանց կա, իլյուստրացիա չի արվել, ռեյտինգ չի արվել, այդքան մենք ասում էինք իշխանություններին եւ գլխավոր սպառնալիքը նրանցից է գալիս։ Փաշինյանը իստում է պետք է այդ սպառնալիքը չեզոքացնի եւ այդ ընդդիմությունը, որ այդտեղ նստած է խորհրդարանում եւ շատ լկտի պետք է ասեմ դրսևորումներ է ունենում, այսինքն ես չեմ լսում, որ իրենք Հայաստանի շահը պաշտպանեն, ես լսում եմ, որ գալիս են, որպեսզի Փաշինյանին ասեն կապիտուլյանտ, նա էլ ասի կապիտուլյանտը դու ես։ Սպառնալիքը իրենցից է գալիս եւ այն փաստը, որ ասում է սուս մնա տեղդ նստիր, այսինքն գիտի, որ դիմացինները հանցագործ են, դա Փաշինյանի սխալ քաղաքականությունն է, որ նրանք այսօր այդտեղ նստած են, կոպեկ չեն բերել այնինչ պետք է բերեին, պատասխանատվության չեն ենթարկվել, այսօր էլ եկել են մի բան էլ հայրենասերներ են խաղում, մեզ էլ անուն են դնում։ Փաշինյանը առաջինը պետք է վերջապես ազատվի այդ նախկինների շողքից։ Չնայած ասում են, որ ձեռնտու է իրեն նախկինների այդտեղ մնալը, որովհետև դա մշտական իշխանություն է ապահովում Փաշինյանին։ Բայց հիմա արդեն դրված է Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը, երկրի ղեկավարը դա պետք է պարզ հասկանա։ Իդեպ, որ ասում եք թալանչիներին բերեն, կոպեկ վերադարձնեն, գուցե այդեն գործընթացը սկսվի եւ միամիտ գան հասնեն այս իշխանության որոշ ներկայացուցիչների դրա համար են հապաղում։
Գուցե, այսինքն ցավալին այն է, որ 18 թվականի հեղափոխության այդ արժեքները քաղաքացու օր, որ նշում են, այդ արժեքները իրենք էլ ոտնահարել են, իրենց մեջ կան, չէ, խոշոր սեփականատեր օլիգարխներ, այսինքն ես չեմ ուզում հիմա անդրադառնալ այդ 18 թվականի հեղափոխությունը ինչպես հանկարծ եղավ, ինչ դեր ունի այդտեղ Սերժ Սարգսյանը կամ Ռուսաստանը, մենք այդ հարցերի մասին հետո կխոսենք։ Հիմա Հայաստանի փրկության հարցն է դրված։ Եթե Փաշինյանը գոնե այս պահին ճիշտ քաղաքականություն բարի, ես եւ շատերը, որոնք քննադատում են Փաշինյանին, ելի կկանգնենք նրա կողքին չէ, պետության կողքին, որովհետեւ պետությունը չփլուզվի։ Բայց եթե պետք է շարունակի այդ գործելավոճը, նրանց պահի խորհրդանում ու մի գիշերում գնա նորից մնա ԵՏՄ-ում եւ Պուտինի երաշխավորությունը ընդունի բանակցություններում, ուրեմն Փաշինյանն է պետք է հեռանա միանշան։ Տիկին Դալակյան, ՀԱՊԿ դատապարտում է Հայաստանին, ասում է, որ չմիացավ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության առնչվող համատեղ հայտարարությանը։ Դուք ինչպես եք մեկնաբանում Հայաստանը, որ առաջիններից էր վարչապետի մակարդակով ցավակցեց պաշտոնական Մոսկվային, հիմա ահաբեկչությունը չի դատապարտում, ինչու՞։ Հայաստանը ահաբեկչությունը դատապարտում է, բայց Հայաստանը չի միանում այն կազմակերպությանը, որի հետ իր անդամությունը սառեցրել է։ Իսկ այդ կազմակերպությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները, Հայաստանի տարածքի վրա հարձակումը, Ադրբեջանի հռետորաբանությունը ու ընդհանրապես շատ բաներ։ Ոչ մի բան չի դատապարտել։ Ինչի պետք է մենք միանանք իրենց հայտարարությանը։ Ես շատ կողմ եմ, որ չմիանանք։ Առանձին պետք է ցավակցել։ Մենք ցավում ենք այն զոհերի համար, որ եղել են։ Դա ուրիշ թեմա է, թե արդյոք այդ ահաբեկչությունը կապ ունի ռուսական իշխանությունների հետ, մի օր կանադառնանք։ Ես այստեղ վստահություն ունեմ, մանավանդ որ իրենք մեղադրում են Արևմուտքին եւ Ուկրաինային, ինձ ամոթ ավելի կասկածներ կա, որ դե պարզ է իրենք կապ չունեն ոչ Արևմուտքը, ոչ Ուկրաինան, ինչու է այդ մեղադրանքը հնչեցում նրանց հասցեին, դրա մասին հետո կխոսենք։ Միանշանակ Հայաստանը դատապարտում է, Հայաստանը ցավակցել է, բայց ՀԱՊԿ-ի հետ որևէ համատեղ հայտարարություն պետք է չանի։ Երբ որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները կկատարի Հայաստանի հանդեպ, մենք էլ իրենց հետ համատեղ գործընթաց կիրականենք։ Լավրովը համամիտ չէ ձեր պնդումների հետ, ասում է, որ ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը։ Ինչպես է պաշտպանել ըստ ձեզ։ Չգիտեմ, եթե Զախարովան ասեր, կհասկանայի, որ ինչ որ ազդեցության տակ է ասել Լավրովը, չգիտեմ ինչ նկատի ունի։ Այսինքն, եթե իրենք ասում են, որ մենք սահման չունենք, չեն գալիս մեզ պաշտպանում, երբ որ Հայաստանը դիմում է, ասում է սխալ կետով եք դիմել, որտեղ է մեզ աջակցել։ Ինձ թվում է լավ չի տեսնում պարոն Լավրովը։ Դե ընդհանրապես իրենք որ խոսում են, չէ՞, օրինակ ասում են Արևմուտքն է արել այդ ահաբեկչությունը։ Արևմուտքը իրենց զգուշացնում է, հետո ասում են Արևմուտքն է արել, ասում են բա որն է ապացույցը, ասում են չկա։ Անիմաստ խոսակցություններ ու պետք է ուշադրություն պետք չի դարձնել։ Եթե իրենք մինչև հիմա այն բանից հետո որ Հայաստանի դավաճանեցին ամբողջ աշխարհի առաջ, ՄԱԿ-ում իրենց Նիբեզնյան ասեց, որ մենք Հայաստանի դաշնակիցը չենք, Ադրբեջանի դեմ պայքարում։ Այսքանից հետո մեզ ասում են դուք այլընտրանք չունեք, պետք է մեզ հետ մնաք։ Դա ցինիզմը իր գագաթնակետն ունի, կարող են ամեն ինչ ասել։ Դե ՀԱՊԿ-ը ասեց զորք ուղարկեմ, Երևանը չուզեց։ ՀԱՊԿ-ը զորք ուր ուղարկեր, ՀԱՊԿ-ը մեր սահմանները չգիտի, կարող է Վրաստանն ուղարկեին, սահմանները որ չգիտեն, ինչ գիտեն ուր են ուղարկում։ Եվ ի վերջո, որը պետք է լինի Երևանի վերջնական որոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանն ասում է ՀԱՊԿ-ը, եթե իր պարտավորությունները չկատարի, դուրս կգանք, եւ դրան հաջորդում է, այսպես մտածում եք, որ արդեն ժամկետներ է օրինակ նշելու եւ ասուլիսի ընթացքում հայտարարեց, չգիտեմ թե երբ է այդ ժամանակը գալու։ Սա adekvat պատասխան է։ Ցավոք ես վստահ չեմ, նույնիսկ որ Զվարթնոցից դուրս կգա ռուսները օգոստոսին, այն ժամկետում, որ Փաշինյանը նշել է։ Նախ մինչև օգոստոս կարող են այնպես ապակայունացնել վիճակը, որ կոպիտ ասած մենք խնդրենք, որ իրանք մնան, իսկ թվում է նրանք դրան են տանում։ Երկրորդն էլ Փաշինյանը որևէ ասացի հետևողական չի եղել։ Այդ սկսենք կոպեկ կոպեկից մինչև ամենակենցաղային այդ
նկարող սարքերը վերջացած նրանով որ պետք է դիվերսիֆիկացնենք որ Արցախը Հայաստանը եւ վերջ ինչին է հետեւողական եղել ես չեմ զարմանա նորից եմ ասում հարց են տալի ասում մենք չենք դիվերսիֆիկացնում դեպի արևմուտք չենք գնում ես իրեն չեմ հասկանում եւ իր քայլերը մեկ օրով են թելադրված այդ պահին իր որոշումով քանի որ Հայաստանում սահմանադրությունը այնպեսի խայտառակ գրված է որ մի անձի ձեռքում է գտնվում ինքն է որոշում կայացնում այդ պահին որը ճիշտ է համարում այն էլ անում է այնպես որ նորից եմ կրկնում չենք զարմանա որ որևէ հայլ կոնկրետ նա չանի ոչ հապկից դուրս գալու ուղղությամբ ոչ էլ ԵՏՄ-ից հələ ԵՏՄ-ն մի կողմ լավ տնտեսական կառույց է չնայած Հայաստանի դեմ է միշտ օգտագործվել քաղաքական նպատակներով բայց ՀԱՊԿ-ից նրա դուրս չգալը ես կարծում եմ որ կարող է երկար տևել նույնիսկ այն ժամանակ երբ որ իրեն հորդորեն արդեն արևմուտքից որ պետք է դուրս գալ ես որևէ երաշխիք չունեմ որ ինքը դուրս կգա ՀԱՊԿ-ից Կլինի այդպիսի հորդոր ապրիլի 5-ին։ Չեմ կարծում այս պահին չեմ կարծում, որովհետև արևմուտքը ինքը հասկանում է մեր իրավիճակը, շատ փորձագետներ, որոնք կապ ունեն իշխանությունների հետ եւ ես նրանց վստահում եմ, ասում են, որ արևմուտքը ինքն է մեզ ասել դուրս մի եկեք։ Ես էլի եմ ասում, չգիտեմ, բայց ես չեմ կարծում, որ արևմուտքի համար Հայաստանի ՀԱՊԿ անդամությունը ինչ որ սահմանափակում է։ Մենք տեսնում ենք, որ նորից եմ ասում, Ֆրանսիան, Հունաստանը, Հնդկաստանը իհարկե արևմուտքի խորհրդով մեզ զենք են վաճառում, չէ՞։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ռուսաստանից է զենք գնում այս ալյանսային սահմանափակումները այլևս չեն գործում իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը ինչ ասեց վարչապետը չէ դեսպանը կարծեմ ասաց որ մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել թե ուրեմն ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում բարձիկ անվտանգության ապահովել նրանց Դիմաց համար ուժերի այսինքն նախարարը իսկ Այո, շատ ներողություն, ճիշտ եք։ Ես վստահ եմ, որ Արևմուտքը եթե ցանկանա, եթե հասկանա, որ եկել է ճիշտ ժամանակը, որ Հայաստանը պետք է դուրս գալ եւ իրենք էլ կարող են մեզ օգնել, դրա մասին հաստատ ազդակներ կուղարկեն։ Ապրիլի 5-ը ինձ թվում է ավելի տնտեսական համագործակցության մասին է, ԱԳՆ-ն էլ դա հայտարարեց, բայց տնտեսականից պետք է սկսել, տնտեսական անվտանգությունն էլ է կարևոր։ Տիկին Դալակյան, դուք կասկածամտորեն եք օրինակ մոտենում Զվարթնոցից ռուսների դուրս գալուն, իսկ ազգային ժողովի խոսնակը ասում է, որ Զվարթնոց օդանավակայանից Ռուսաստանի սահմանապաների հեռանալու հարցը լուծված է եւ Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում։ Այս հայտարարությունը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեկի կողմից ինչի մասին է խոսում, որ իսկապես նրանք գնալու են։ Դե Ռուսաստանը կարող է բանակցություններ չվայր, Ռուսաստանը այնպիսի պետություն է, նա օրենքից դուրս է, եթե նույնիսկ իրեն պայմանագիր լրանում է, ասում է պետք է դուրս գաս, նա կարող է դուրս չգալ, սա ինչ որ քաղաքակիրթ երկիր չէ, որ իր հետ բան խոսես, պայմանավորես լինի։ Ես վստահ եմ նրանք այդ քննարկումները չեն անում, որովհետև իրենք ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել մինչև օգոստոս, որ Հայաստանը նրանց ասի դուրս մի եկեք։ Չգիտեմ ինչի՞ է այդպիսի վստահություն ունեմ եւ հենց ռուս քաղաքագետների այդ թոք շոուներում ես տեսնում եմ, որ իրենք շատ դժգոհությամբ են ընդունում, որ պետք է դուրս գան Զվարթնոցից։ Իսկ մենք գիտենք, որ այդ թոք շոուների մետադիչկաները Կրեմլից են, չէ՞, ուղարկում։ Այսինքն Կրեմլն է ասում, որ մենք չենք ուզում դուրս գալ։ Դե եթե իրենք շարունակում են այդ հռետորաբանությունը եւ չեն ասում, այո, մենք դուրս կգանք, ես կարծում իրենք ինչ-որ պլան B ունեն այստեղ, բայց դե դա էլ կախված է Ռուսաստանի վիճակից Ուկրաինայում։ Եթե Ռուսաստանը այնքան թուլանա, որ չկարողանա որևէ խաղակարգ կիրառել Հայաստանի դեմ, ուզի պետք է դուրս գա։ Իսկ եթե ոչ, էլի եմ ասում, նրանք ամեն ինչի ընդունակ են այստեղ, որպեսզի երկար մնա։ Ռուսաստանը պլան B ունի։ Ինձ թվում է, այո, պլան B ունի Զվարթնոցից դուրս չգալու համար։ Ինչպես ես վստահ եմ, որ նրանք պլան B ունեն Լեռնային Ղարաբաղից դուրս չգալու համար 2025 թվականին։ Ես չեմ կարծում, որ իրենք հանգիստ իրենց իրերը հավաքելու են եւ դուրս գան այնտեղից։ Զվարթնոցի մասով դա ո՞րն է։ Ես նշեցի ապակայունացում իրավիճակի, քաղաքագետներ կան նշում են, որ ծերակներ կարող են լինել աստված մի արասը, չէ, օդանավակայանում եւ այլն, այսինքն այնպիսի վատ իրավիճակում դնել Հայաստանը, որ միգուցե ժողովուրդը ինքը բարկանա, ասի թող սահմանապահները մնան, չուզենալով իհարկե հասկանալով թե նրանք ովքեր են, բայց երբ որ արդեն ոչնչանում ես, իհարկե շատ ներողություն, այսպիսի մի իրավիճակ իրենք փորձելու են ստեղծել, թե կհաջողվի թե ոչ, դա մեր ԱԱԾ-ից էլ է կախված, պետք է ԱԱԾ-ն այնտեղ մաքրի այդ գործակարական ցանցը մեր ժողովրդի զգոնությունից էլ է կախված, բայց մենք չենք կարող կանխատեսել ինչ կլինի։
Հիմա մեր ԱԱՑ-ի FSB-ի ազդեցությունը մեր ԱԱՑ-ի նկատմամբ թուլացել է, թե չէ։ Այնտեղ շո պահեստազորայինների տենց միություն կա, չէ՞, ԱԱԾ-ի այդ դուրս եկած, նրանք միշտ հակաիշխանական հայտարարություններ են անում, պարզը իրենք իրենց հետևորդները ունեն ԱԱԾ-ում եւ նորից եմ ուզում հիշել, որ Արմեն Գրիգորյանի իրենք հակադարձեցին, երբ որ Արմեն Գրիգորյանը ասաց, որ ներքին հանդում Ռուսաստանը Եվրամիության դիտորդները չունեին, հիշում եք, մուտք, իրենք ԱԱԾ-ն հակադարձեց։ Դա ինձ մոտ կասկած է հարուցում, որ ԱԱՑ-ն այնքան էլ ներգրավված չէ Հայաստանի պետական համակարգի մեջ։ Մենք գիտենք, չէ, ԱԱՑ-ում ՖՍԲ-ն ինչ մեծ կապեր ունի։ Չեմ կարծում այնտեղ լյուստրացիա եղել եւ ամեն ինչ մաքրվել է։ Գուցե թուլացել է, բայց չի վերացել։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։